Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է տնտեսագետ Հայաքվե նախաձեռնության վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։ Պարոն Կամենդատյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Կամենդատյան, նախ ուզում եմ ձեր գրառմամբ սկսենք հարցազրույցը։ Դուք ուշագրավ մի գրառում եք արել, մասնավորապես մի փոքր մեջ բերեմ, թուրքական կողմը համաձայն ռազմատուգանքների հանձնաժողովի Հայաստանին պետք է վճարեր 75.6 միլիարդ եվրո։ Մի փոքր բացենք փակագծերը, ինչ նկատի ունեք եւ ինչու պետք է Թուրքիան այսքան գումար Հայաստանին պետք է վճարի։ Օրինակ օրեր առաջ, երբ որ հոտ զանգվածներով մարդիկ բարձրանում են Եղեռնի հուշահամալիր, վստահ եմ շատերը չգիտեն նրա մասին, որ պետությունը, որը որ հայկական էթնոսը վերացնելու ծրագիրը իրականացրել է, իրագործել է, նա որոշակի մոտավորապես 100 տարի առաջ ընկել է նվաստացած եւ ստորացած մի վիճակի մեջ։ 1919 թվականին դաշնակից հաղթող երկրները պարտված եւ ստորացված, նսեմացված Թուրքիային պարտադեցին, որպեսզի նրանք իրենց գործած չարագործությունների համար, ավերների համար վճարեն։ Եվ թուրքական կողմի այդ վճարները, ռազմատուգանքները, ռեպարացիաները հաշվարկելու համար ստեղծվել էր Փարիզի կոնֆերանսին կից հատուկ հանձնաժողով, եւ այդ հանձնաժողովը կազմում էին գեներալներ, գնդապետներ, ամերիկյան կողմից, ֆրանսիական կողմից, բրիտանական կողմից, եւ այս հաշվարկը կատարող այդ հանձնաժողովը որոշակի աշխատանքներ կատարելուց հետո մոտավորապես 2-3 ամիս ընթացքի մեջ նրանք որոշեցին, որ հայկական կողմին, հայկական էթնոսի պատկանելություն ունեցող անձանց թուրքական պետությունը, թուրքական էթնոսը, թուրքական քաղաքական գործիչները, այդ ամբողջ ռուսական խումբը նրանք պատճառել են վնասներ։ Վնասների հաշվարկ էին կատարել եւ վնասների հաշվարկի արդյունքում ստացել են թվեր 14 միլիարդ ֆրանկի 21 թվականի հաշվարկով 14 միլիարդ ֆրանկի ֆրանսիական գումար Արմենիան Հայաստանում հայ քաղաքացիների վնասներն էին հաշվարկել եւ մոտավորապես 5 միլիարդ ֆրանսիական ֆրանկ Արևելյան Հայաստանում ապրող, Ռուսա-Հայաստանում ապրող հայ քաղաքացիների հետ կապված։ Այս գումարները հաշվարկվեցին եւ այս գումարները իհարկե քաղաքական զանազան պատճառաբանություններով հայկական կողմը չհասավ վերջ-վերջո Սևրի պայմանագրի եւ Վիդրո Վուլսոնի այդ հաշտարար վճռի ամբողջական իրավական կայացմանը, բայց այնուհանդերձ կան փաստաթղթեր եւ այդ փաստաթղթերով հստակ ամրագրված է այդ թիվը, որը ներկա, եթե մենք դա վերածենք համադրելի գներով եվրոպական միասնական արժույթի եվրոյի նա կազմում մոտավորապես 76.5 միլիարդ եվրո։ Ընդ որում այդ գումարի մեջ չի մտնում մեր մշակութային ժառանգությունը, զանազան կորուստներ, եկեղեցական կորուստներ չեն մտնում այդ ամբողջը, դրանք իհարկե անհամեմատելի թվեր կարող են լինել եւ այս մեր հիշատակած 76.5 միլիարդ եվրոն դա բավականին մոտարկված գումար է, ամբողջական չէ եւ դրա հետ կապված կարծում եմ ժամանակի ընթացքում բազմաթիվ փաստաթղթեր նաեւ թուրքական արխիվներից դուրս կսպրդեն եւ մենք իրական պատկերացում կունենանք, որ Թուրքիան վերջ-վերջո այդ իրենց կատարած ոչիրը ոչ միայն ոչիր է մարդկության դեմ հանցագործություն, դա նաեւ թալան էր։ Թալան, աղետ, բնաջնջում, վերացում եւ ունեզրկում։ Այս ունեզրկման հետ կապված թուրքական կողմը։ Բայց եթե միջև կներեք, եթե միջև այս պահ Թուրքիան որևէ ձևով ցեղասպանությունը չի ճանաչում, ինչպես հատուցում, դա ի վերջո հատուցում է, ինչպես պետք է հատուցումը լինի, ինչպես պետք է այդ գումարները վերադարձնի։ Ես չեմ հանդիպել դեռևս մի հանցագործի, առավել քաղաքական հանցագործի, որ սեփական ցանկությամբ որոշել է գալ ներկայան որևէ դատարան եւ պահանջել, որպեսզի նրա նկատմամբ արդար դատական վճիռ կայացվի։ Թուրքիան դա հանցագործ պետություն է։ Թուրքական հանցագործ պետությունը, ընդ որում դրանց մոտ փոփոխական այդ հանցագործության տեղափոխումը կարծես թե գենետիկ բնույթ ունի, որովհետև Օսմանյան Համիդյան Թուրքիան հայկական էթնոսը կոտորելու այդ ձեռագիր ուներ, դա մեջ մտնում էին Մարաշի, Սասունի կոտորածները, մտնում էին Իզմիրի կոտորածները հույների, հայերի նկատմամբ 1890-ական թվականներին, դրանից հետո երիտասարդ թուրքերի քաղաքական խմբակը, նեոլիբերալիստ կոչված այդ քաղաքական խմբակը, նրանք իրականացին, ծրագրեցին եւ իրականացին եւ
սպասել, որ թուրքական կողմը երբևիցե գալու է եւ փորձելու է փոխհատուցման, ճանաչման, հատուցման ինչ որ գործընթաց սկսել, դրա կարիքը կարծում եմ Թուրքիան չունի, նրանք երբեք չեն գալու դրան։ Ընդհակառակը հայկական կողմը պետք է անընդհատ այս հարցը բարձրացնի եւ գիտեք հարցը որն է, եթե մենք չխոսենք մեր ունես զրկման մասին, չխոսենք մեր կորցրած գույքերի մասին, չխոսենք մեր պատմական ժառանգության մասին, մեր արժեքների մասին, մեր գրքերի մասին, տասնյակ հազարավոր միայն գրքեր են գրադարաններում կորսվել։ Գրքերը դա իմաստության, հայկական էթոսի, գիտեք, համամարտկային գանձարանի այդ մասնակցության փաստերն են, թուրքերը դրանք բոլորը վերացրել են։ Հիմա մենք պետք է պահանջենք, եթե մենք մտածենք, որ մենք ոչինչ չենք անելու եւ Թուրքիան փոխհատուցել է, դա սին երազանք կլինի։ Ընդհակառակը, եթե Հայաստանի Հանրապետությունը Դուք կարծում եք, որ խնդիրները բարձրաձայնելով, միշտ թարմ պահելով հնարավոր կլինի ինչ որ ձևով պարտադրել Թուրքիային։ Այստեղ մի կարևոր հարց է առաջացել, եթե ինչ որ մի կերպ Թուրքիային պարտադրելու հարցապնդումը այժմեական եւ արդիականներ 7 տարի առաջ, մենք 7 տարի առաջ չենք պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական երկնակամարում կհայտնվեն մարդիկ, ովքեր զանազան այս մեքենայնություններով կփորձեն կասկածի տակ դնել եւ ցեղասպանության փաստը, եւ հայկական էթնոսի, հայ քաղաքացիների վնասների հարցը եւ դրա հետ կապված առավելևս հիմա արձիական է, որովհետեւ մոռացումը, ուրացումը դա ոչ մի լավ տեղ չի տանում։ Մենք պետք է բոլոր հնարավոր եղանակներով, այդ թվում պատմաբանների հետ, քրեագետների հետ, իրավապաշտպանների հետ, իրավաբանների հետ, այս հարցը պետք է միշտ պահենք, որովհետեւ վերջ-վերջո հարցի մի կողմ կանգնած է միլիոնավոր, մոտավորապես 1.8 միլիոն մարդկանց կորուստ եւ կանգնած է մոտավորապես մեր էթնոսին պատկանող 78-90 միլիարդ եվրոյի միայն ունեցվածքներ, ընդ որում բավականին մոտավոր։ Հայաստանի իշխանությունը ինչ է ասում, դուք ասում եք ուրացման քաղաքականություն, ասում են Հայաստանում ոչ մեկ չի ուրանում ցեղասպանության փաստը, ժխտման հետ կապված կա քրեական հատուկ հոդված։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցենք, սահմանն ենք ուզում բացել, բայց ինչ անենք, որ Թուրքիան չի բացում սահմանը։ Ձեր հարցի կոնտեքստի մեջ ես մի պնդում կատարեմ, ես Հայաքվե քաղաքացիական ազգային միավորման վարչության անդամ եմ եւ մեր քաղաքացիական միավորումը նախանցյալ տարի արդեն իրականացրեց ստորագրահավաք։ Ստորագրահավաքի նպատակը նա էր, որպեսզի Հայաստանի Հանրապետության արդեն իսկ գոյություն ունեցող օրենքները ել ավելի խստացվեն, հասցեականացվեն եւ ուրացումը ցեղասպանության քրեականացվի։ Այո, կա Հայաստանի համապատասխան իրավական դաշտում այդ պնդումը, այդ օրենքը կա, բայց նա պետք է լրացվեր, նա պետք է շունչ հաղորդվեր եւ նա պետք է կոնկրետացվեր, որովհետեւ մենք այն ժամանակ արդեն գիտակցում էինք եւ հասկանում էինք քաղաքական իրադրության մեր գնահատական այնպիսին է, որ մարդիկ, ովքեր Արցախը ճանաչելու են Ադրբեջանի կազմում, այս մարդկանց ոչինչ չի պահում, որպեսզի ժամանակ անց որոշակի ջրերի հանդարտացման պարագայում նաև ուրանա ցեղասպանությունը։ Կարծում եմ, այս հարցով մենք ժողովրդական աջակցություն ստացանք, մոտավորապես 58,000 քաղաքացիներ ստորագրեցին Հայաքվեի այդ ընթացքի համար, բայց երբ որ հարցը մենք տարանք ազգային ժողովում ներկա քաղաքացիական պայմանագիր այդ խմբակը, որը դեռևս ունի մեծամասնություն ազգային ժողովում, կարծում եմ շուտով դրանից կզրկվի, նրանք ընդամենը դա չընդգրկեցին քննարկող հարցերի մեջ։ Թվում է թե պարադոքս է, որովհետև էթնիկ հայ ճանաչվող անձնավորությունները հայկական էթնոսի հետ կապված այդ կարևորագույն հարցը տորպեդահարեցին։ Հիմա որպես տնտեսագետ եմ ասում, որովհետև իհարկե Թուրքիան չի բացում, որովհետև Հայաստանի իշխանությունները ասում են, որ մենք ամեն ինչ անում ենք, որ այդ սահմանը բացվի, բայց Հայաստանում էլ կան որոշակի շրջանակներ, որ մտահոգություն ունեն Թուրքիայի սահմանի բացման հետ կապված։ Դուք որպես տնտեսագետ վտանգներ տեսնում եք այդ սահմանի բացման հետ կապված, ինչ կարող է սպառնալ Հայաստանի տնտեսությանը կամ օգնել Հայաստանի տնտեսությանը։ Երբեք մոտավորապես 1054 թվականից հետո, երբ թուրքական առաջին հորդանները հայտնվեցին Անդրկովկասում, թուրքական կողմը երբեք Հայաստանին չի օգնել եւ ոչ մի պատրվակով։ Ինչ վերաբերում է սահմանի բացման հետ կապված հարցին, ապա այդ սահմանը փակ չէ։
Սահմանը փակ չէ, որտեղ թուրքական արտահանման հիմնական ճյուղերը, դրանք տեքստիլն է եւ գյուղատնտեսությունն է եւ այդ մեքենաշինությունն նաեւ։ Հայկական տարածք մեքենաշինություն չի գալիս, բայց գալիս է տեքստիլ արտադրանքը եւ գալիս է գյուղատնտեսական մթերքներ։ Դրանք գալիս են միջնորդավորված կերպով Վրաստանի միջոցով եւ ընդհանրապես դա իր ազդեցությունը թողնում է, որ մոտավորապես 15-ից 25% որոշակի միջնորդավճար էր ավելանում ապրանքի գնին։ Սահմանների բացելու դեպքում մենք ունենք լրջագույն խնդիր, որովհետև թուրքական արժեզրկող լիրայի պայմաններում թուրքական արտահանումը գերշահավետ է եւ թուրքական արտահանումը պարզապես սրբում է հարևան երկրների համապատասխան տնտեսության ճյուղերը։ Եթե թուրքական հայկական սահմանը բացեց, վստահ է, որ Արարատյան դաշտում, օրինակ լոլիկի, լոբազգիների կուլտուրաների մշակումը պարզապես դադարեցվել է, որովհետև մի կողմից մենք ունենալու ենք միայնակ մնացած հայկական գյուղատնտեսական առանձին մասնավոր կառույցներ կամ անհատ ձեռնարկատերեր կամ գյուղացիներ եւ մյուս կողմում լինելու է թուրքական խոշորագույն ագրոհոլդինգները, որոնք պետության կողմից միլիարդավոր լիրաների դոտացիա են ստանում։ Այս անհավասարակշռությունը ավելի էժան է լինելու թուրքական բնականաբար ավելի էժան է եւ հայկական գնողունակ չի լինելու։ Հայկական ապրանքը գնային իմաստով լինելու է ոչ ընկալելի, մոտավորապես մի թուրքական ապրանքը գալու է հայկական տարած մոտավորապես 2-3 անգամ էժան։ Մի զարմացեք, որովհետև թուրքական գյուղատնտեսությունը ներկայումս լավագույն հզոր գյուղատնտեսություններից մեկն է։ Մերձավոր Արևելքում հավանաբար զիջում է միայն Իսրայելին։ Եվ թուրքական գյուղատնտեսության մեջ աշխատում է մոտավորապես զբաղվածության 25%-ն է կազմում գյուղատնտեսության մեջ աշխատող մարդիկ։ Դրանից Թուրքիան աշխարհում մի քանի կուլտուրաներ կամ մշակաբույսեր, որոնք զբաղեցնում են առաջին կամ երկրորդ կամ երրորդ տեղը, զիջելով մերթ Չինաստանին կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Թուրքական գյուղատնտեսությունը բավականին հզոր է եւ բաց սահմանների դեպքում չֆիլտրված սահմանների դեպքում համապատասխան մաքսատուրքեր չկիրառվող սահմանի դեպքում հայկական գյուղատնտեսությունը ենթարկվելու է պարզապես վերացման։ Այս ֆոնին հետաքրքիր է ինչ մեթոդներ կարող են լինել, որովհետև դուք արձանագրեցիք, որ այսպես թե այնպես թուրքական ապրանքներ գալիս են հիմա Հայաստան։ Այսինքն ինչ պետք է լինի, որոշակի սահմանափակումներ պետք է լինի, այդ սահմանը ընդհանրապես պետք է չբացվի, որն է ճիշտ կանոնակարգումը։ Այստեղ հարցը գիտեք մի քանի շերտեր ունի։ Շերտերից մեկը ես օրինակ որպես տնտեսագետ ավելի հակված եմ նրան, որ այդ սահմանը ընդհանրապես չբացվի։ Որտեղ սահմանի կողմում մենք ունենք մի էթնոս, որը 500 տարի եւ շարունակ ցանկացած հնարավորություն օգտագործել է հայկական էթնոսը վերացնելու համար առաջին, որտեղ ոչ մի առևտուր չարժի այն գումարը, չարժի այն արժեքը, որը դու ծախես հիշողությունը, ծախես մեր էթնոսի հայրենիքում ապրելու իրավունքը եւ կարծում եմ այս իմաստով նաեւ Թուրքիայի հետ առևտուրը մոտավորապես $300 միլիոն ոչ ավել է այս գումարը Հայաստանի Հանրապետությունում համապատասխան գյուղատնտեսության մեջ ներդրումներ եւ պետական հոգացություն ունենալու դեպքում կարելի է այդ գումարը վաստակել, որովհետեւ մենք ունենք հարաճուն աճ Ռուսաստանի Դաշնության հետ գյուղմթերքների առևտրի մեջ։ Թուրքական առևտուրը մեծ պետք չէ։ Ես կոնկրետ այն կարծիք ունեմ, որ մենք պետք է հենվենք մեր ուժերի վրա, մանավանդ որ ունենք հյուսիսում բավականին բարեկամական տրամադրված երկրներ, որոնց հետ կարելի գյուղատնտեսական ապրանքների այս սպառումը հանգիստ իրականացնել։ Քանի որ հիշեցրեցիք Ռուսաստանի արտահանում ներմուծում այս գրաֆիկը, տեսեք, Հայաստան ուզում է գնալ Եվրամիություն, բայց մենք տեսնում ենք մեր տնտեսությունը ամբողջովին ԵԱՏՄ-ի հետ է եւ ռուսական շուկայի հետ է։ Եթե հիմա համեմատություն անենք նախ արտահանում ներմուծումը, ինչ թվեր ունենք այս տարվա մինչև այս ամիսը կտրվածքով եւ գնալով մենք ավելի շատ կանխում ունենք Ռուսաստանից, թե նվազում են տոկոսները, տեմպերը եւ եվրոպական շուկան որոշակի աշխուժություն է նկատվում։ Եվրոպական շուկայում Հայաստանը ոչ ոք չի սպասում։ Պետք է խոստովանենք, որ եվրոպական ապրանքների ստանդարտների բավականին բարձր մակարդակը հայկական ապրանքների համար չէ, առայլևս գյուղմթերքների համար, որտեղ հայկական գյուղմթերքների զգալի մասը ագրոքիմիայի անխնա օգտագործման պարագայում հավանաբար կամ վստահաբար կարելի ասել, որ եվրոպական շուկայում նա չի ընդունվելու։ Դա առաջին։
Երկրորդը, ինչ վերաբերում է ԵԱՏՄ եւ Եվրոպական միության միջև այդ որոշակի անհավասարակշռությանը, պետք է ասեմ, որ վերջի 15 տարիներին անշեղորեն Եվրոպական միության մեր հետ ունեցած առիթի մեջ արտաքին ապրանքաշրջանառության մեջ մասնաբաժինը պակասում է մոտավորապես 20-23%-ից իջել է հիմա մոտավորապես մի 6-7% եւ անշեղորեն բարձրանում է ռուսականինը։ Օրինակ անցյալ տարի մենք ունեինք արտահանում դեպի Ռուսաստան եւ ԵԱՏՄ շուկան մոտավորպես 3.5 միլիարդի կարգի դոլարի, մոտավորպես մի 8 միլիարդ դոլարի կարգի մենք ունեինք ներմուծում։ Իհարկե, այս թվերի զգալի մասը կարելի ասել սպեկուլյատիվ նաեւ աստառուն է, սպեկուլյատիվ բնույթ ունեն, որովհետեւ անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունում իրականացվեց ոսկու վերարտման բավականին կասկածելի գործարք եւ այս բավականին կասկածելի գործարքը բերեց ամբողջ վիճակական ցանկերի, շտեմարանների աղավաղմանը։ Յուրաքանչյուր ներդրող, որը հնարավորություն ունենար դիտարկել, ուսումնասիրել հայկական շուկան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ընդհանուր ներդրումներ կատարելու մասին մտածեր, բնականաբար դա շոկի մեջ էր ընկնել, որովհետև 170%, 160, 140% աճեր ընդհանրենք ոսկու արտահանման հետ կապված։ Ադամանդի ոսկու։ Հիմնական ոսկու։ Դա ընդհանրապես վերարտահանման գործարք է, որում երկիր էինք դարձել այս։ Տարանցիկ երկիր ենք, ընդ որում տարանցիկ երկրի գինը լինելու էր բավականին ծանր։ Պարզապես որոշակի ինչ որ հրաշքով կամ պայմանավորվածությունների շնորհիվ մենք այդ դրանից խուսափեցինք, որովհետև ռուսական ոսկին, որը գտնվում էր սանկցիաների տակ, նա Հայաստանի միջոցով առանց նրա վրա աշխատանքներ կատարելու, նա միանգամից տեղափոխում էր Հոնկոնգ եւ Միացյալ Էմիրատներ արաբական, եւ դա վտանգը նա էր, որ մենք կարող ենք հայտնվել սանկցիաների տակ եւ հայկական բանկերը, երբ որ հայտնվեն սանկցիաների տակ, դա մեծագույն հարվածեր են եւ արտահանողներին եւ ներմուծողներին եւ նաեւ ֆիզիկական ճանապարհորդող մեր քաղաքացիներին։ Այսինքն հիմա դեռ պահպանվում է այդ վտանգը, որ կարող է սանկցիաների տակ հայտնվել։ Հիմա այդ գործարքը դադարեցված է։ Ընդ որում այդ գործարքի դադարեցման արդյունքում հիմա սկսվել է հակառակ process-ը։ Հայաստանի Հանրապետության արտահանումը, ներմուծումը, արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը անշեղորեն ընկնում են։ Անկումը խայտառակ է։ Մեր արդյունաբերական արտադրանքի ծավալի անկումը կազմում է 19.8%։ Սա նշանակում է մի բան. մենք արդյունաբերության 1/5-ը կորցրել ենք։ Ընդ որում այս արդյունաբերության 1/5-ը կորցնելը դա օդային տեսպասած թվեր չեն, տատանվող թվեր չեն։ Սրանք հստակ նշանակում են, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենում հայկական տնտեսության դեմորալիզացիա, այսինքն հայկական տնտեսությունը նենգափոխում է, հայկական տնտեսության մեջ արդյունաբերությունը նահանջում է, մեքենաշինությունը նահանջում է եւ դրա արդյունքում մենք չենք կարողանալու ձևավորել ռազմարդյունաբերություն, որտեղ ռազմարդյունաբերությունը դա մեքենաշինությունն է։ Ռազմարդյունաբերություն չունեցող երկիրը միշտ հայտնվելու խնդրողի ձեր դիրքում եւ հայտնվելու միշտ պարտություն կրողի դիրքում։ Այս խնդիրը դրա հետ կապված է եւ մենք կարծում եմ արդյունաբերական երկիրը գյուղատնտեսական հետամնաց երկիր դարձնող կամ առիթի եւ ծառայությունների վրա հույսը դնող իշխանությունը պետք է իր տեղը զիջի եւ իր տեղը զիջի մարդկանց, ովքեր հասկանում են եւ արդյունաբերությունից եւ տնտեսությունից եւ չեն գնում նման արկածախնդրություններ, ինչպես այդ ոսկու վերարտահանման գործընթացներ։ Այսինքն այս տեմպերով տարեվերջին մենք բավականին տխուր վիճակ ենք ունենալու։ Ես վստահ եմ, որ կրկնվելու է նույն պատկերը, ոնց որ կրկնվեց անցյալ տարի։ Օրինակ անցյալ տարի արդեն տարվա կեսերին ակնհայտ էր, որ Հայաստանի Հանրապետություն պետական բյուջեի նախատեսված հարկերի հավաքագրումը տապալվել է։ Առաջին կիսամյակում նա կազմել մոտավորապես թեր հավաքագրումը 124 միլիարդ դրամ, տարվա վերջին դա կազմեց մոտավորապես 224-225 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ պետությունը զարգացման իր ընթացքը չէր կարողացել կառավարել։ Իհարկե այստեղ կային օբյեկտիվ խնդիրներ, բայց դա հետ կային նաև սուբյեկտիվ խնդիրներ, որովհետև մենք ունենք այդ ֆիսկալ բնագավառի պատասխանատուներ, որոնք ամբողջ տարին աշխատեցին, ամբողջ տարին մատները չխփեցին, այդ չարագույժ վիճակը հասկանալով հանդերձ նրանք տարվա վերջին մի հրաժարականում մի SMS նամակով հեռացան եւ ինչ ստացվեց, որ Հայաստանի Հանրապետությունը ուներ ծախսեր, որ պետք է կատարեր, բայց չուներ գումար։ Դրա համար Հայաստանի Հանրապետությունը գնաց
պետական պարտքը ավելացնելու ճանապարհով, ընդ որ պետական պարտքը ավելացնելու այն ճանապարհը եւ այն գործարքը, որ իրականացվեց, ապագայում բնականաբար դրանք բոլորը քննվելու են մանրակրկիտ եւ այդ գործարքի մասնակցած սուբյեկտները, ովքեր Հայաստանի Հանրապետությունը տարանկանգնեցին այն վիճակին, որ 7-1%-ով տարեկան մենք ներգրավելու ենք միջոցներ, այս մարդիկ պետք է պատասխան տան, որովհետեւ նույնպիսի իրավիճակում գտնվող մեր բարեկամ Հունաստանը, որը ունի 2B վարկանիշ ունի, Հայաստանում 3B վարկանիշ, նրանք նույն օրերին 10 տարեկան ժամանակահատվածով բաշխել էին պարտատոմսեր, հունական կողմը բաշխել էր 3-7%-ով տարեկան, հայկական կողմը 7-1%-ով, մեկը պատասխան է տալու սրա համար։ Ինչ է այդ փողը ինչ է լինելու, քաղաքացիները մեկ եկեք բացատրենք, այս տարբերությունը ինչ է, 750 միլիոնի հետ կապված, երբ որ այդ տարբերությունը 7-1-ի եւ 3-7-1 հաշվարկում եք, տարեկան 26 միլիոն դոլար հայկական կողմը, հայ քաղաքացին, հարկատուները վճարելու են այդ ավել գումարի համար։ 10 տարվա համար դա լինելու է 262 միլիոն դոլար։ Փոքր գումար է, թե մեծ գումար է։ Շնորհակալ եմ։ Համեցեք։